Թուրքիան չի դիտարկում որպես ՆԱՏՕ անդամ։ Երբ որ ուտեն խոսում էր, ուտեն շատ վաղուց խոսում է ՆԱՏՕ որպես Եվրոպա պլյուս բանի դոմինիոներ Բրիտանիայի, այսինքն Կանադա լավ մեծ հաշվով։ Ես շատ ներողություն եմ խնդրում, իսկ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս են, իրանք ստրատեգիան հրապարակեցին, իհարկե կոնգրեսը կոնտր դուրս եկավ, բայց քանի Տրամփն է, իդեպ պետք է հասկանալ, հա սա Տրամփը չի։ Սա այսպես կոչված MAGA համայնքն է եւ տեխնոֆաշիստները, այդ Իլոն Մասկ, JD Vance, այսինքն մենակ տեսեք, մենակ Տրամփը լիներ, երևի հեշտ կլիներ, բայց հիմա եթե օրինակ Տրամփին տանեն հիվանդանոց ասեն սա ապուշել, բաց չթողեն, JD Vance-ն է գալու, որը ավելի վատ է։ Հասկանում եք, ինքը շատ ավելի վատ է, քան Տրամփը։ Ուղղակի իրանք հիմա պարտվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամփի օրոք չեն հանդիսանում ոչ միայն ՆԱՏՕ-ի գործընկեր։ Նայել եք այդ իրենց ռազմավարությունը, որ հրապարակել են։ Ժողովրդավարություն բառը առաջի անգամ հանդիպում է, եթե չեմ սխալվում, 16-րդ էջին։ Ժողովրդավարություն բառը ամերիկյան ռազմավարության մեջ առաջին անգամ հանդիպում է 16-րդ էջին, ընդհանուր առմամբ 20-ից քիչ է նշվել, 33 էջանոց փաստաթուղթ է։ Նորից Ռյուտերի հայտարարությունը ՆԱՏՕ-ն, որ ասում է հաջորդ թիրախը մենք ենք, այդ մենք ենքի մեջ ով է մտնում։ Եվրամիության երկրները։ Նու իհարկե Մեծ Բրիտանիան էլ անշուշտ։ Նորվեգիան էլ, որը մեր Հիմա վերադառնանք, այսինքն այստեղ Ճապոնիան էլ է մտնում։ Այնպես չի որ բանը ցանկացած երկիր, որը Ռուսաստանի թիրախավորումը այսպեսին է, Ռուսաստանը Ռյուտեն ընդ որում ասում է, Ռուսաստանը փորձում է վերականգնել կայսրությունը։ Այսինքն իրականում մենք էլ ենք մտնում։ Հայաստանն էլ է մտնում։ Կան երկրներ, որոնք կոտրված են արդեն, այսինքն իրանք խորը պատմություն չունեն դրա համար, Բելարուս, Վրաստան, կոտրված են իրանք արդեն ռուսի տակ։ Ուկրաինան, որին փորձում են կոտրել։ Մեր բախտը բերելա մենք հեռու ենք։ Ադրբեջան, որը բանի համաձայն տենց ինչ-որ փողա կաշառքան, դե պետություն չկա, ազգ չկա։ Ընդ կա ընտանիք, որը ապշերոնում նստած է։ Ով որ կղեկավարի դրան, ասենք Նիկոլն է, որ դրանց մարտի տեղ է դնում, թե չէ իրենց կարելի է բնաջնջել ու մաքրել вообще։ Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք մի պայմի էլ ինչ են ուզում, ոչ մեկ չգիտի։ Իրանք հասկանում են, որ չեն կարա Չինաստանի դեմ, դրա համար Ռուսաստանի թևը պետք է պահեն, Ռուսաստանը դե ագրեսիվ է իրան պահում, դրա համար մի քիչ է Թուրքիայի հետ են փորձում լեզու գտնել, այս սա Կուչամալայի մեջ կենտրոնական Ասիան դե մինչև ձևավորվի, մինչև բանանի երկարը քաշի։ Էսա, եւ իհարկե կա Էստոնիա, կա Բալթյան եռյակը, լավ Էստոնիա չասեմ, կա Բալթյան եռյակը, կա Ֆինլանդիան, որը համարվում է նաեւ Ռուսաստանի կողմից իր կայսրության բաներ։ Այս հրեշի բարեկամներից Թուրքիան է, որովհետև Եվրոպա են։ Մեզ ոչնչացնել են որպես Եվրոպա։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը Օվերչուկին կգա, ասես մի քիչ խաղա Օվերչուկի հետ Օվերչուկը կասի դե լավ ոչինչ։ Նիկոլը մինչև հիմա չի հասկանում, որ այն մարդիկում հետ ինքը շփվում է անդեր, որ լիֆտ են կանչում, լիֆտը չի գալի, իրանք կանչում են անվտանգության պետին, որ իրանց համար լիֆտ կանչեն, որովհետև Հայաստանը Ռուսաստանի բգին կանգնած կոկորտին կանգնած ոսկորը, որովհետև իր իրական բարեկամը դա թուրքական երկրներն են։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը դա այնա ինու հրեշը որն է Սելջուկ բոլշևիկյան այդ միավորումը, այդ այնա ինչ որ իրանք պետք է ստեղծեն, որ իրանք ոսկե հորդի ժառանգներն են։ Իրանք այդ ոսկե հորդն են ուզում սարքեն։ Դրանում է հարցը։ Մի դրանք չեն ուզում հասկանան, ոչինչ։ Թոփուրը գնան, հետո թո չհասկանան։ Այտենց դեբիլ է թոմոր։ Այն որ երկու թոր գալիս են, ասում են տատի գիտես երեխեքը որ դերից են, ասում հա իհարկե բալես արագիլն է բերում։ Մեկ ուսում ինֆորմացիա պատմենք, թե սենց էլ դու գնա մեռնի։ Գրիվ նույն բանն է։ Հիմա Նիկոլը իհարկե գիտի, բայց ինքը ձևա տալի որ չգիտի, իրան թվում է որ դրա համար իրան չեն ճնշի, որ Ռուսաստանը բան կան, չէ, եղբայր, քեզ մեկա ոչնչացնելու են։ Քեզ ոչնչացնելու Եղերնը եղել է, որովհետև դու Եվրոպա ես։ Դու Անտանտի անդամ ես եղել, դրա համար են բանի
թուրքերը եւ բոլշևիկները նույն ժամանակ թուրքերը ոնց ասես այն ինչ որ մնացել էր Օսմանյան կայսրությունից հետո Էնվերի ստեղծած հետո Աթաթուրքի ստեղծած եւ բոլշևիկները մինչեւ այդ Ձենիկինը դու եղել ես Անտանտի անդամ դու Եվրոպա ես եղել դրա համար են քեզ կոտորել ու դու որ հիմա հետ ես կանգնում ասես դե Արարատ չենք ուզում արցախցիներին չենք ասում որ վերադառնա դա ոչինչ չի փոխում արա քեզ մորթում են ոչ թե քո հիմիկվա ասացի համար քո դենեթեի համար են մորթում Նա էլ Համբուրգից Մոսկվա է գնում դե ախրելի եմ ասում դա ոչինչ չի փոխում ախր խնդիրը նրանում է որ կան բարդ իրավիճակներ եթե մեր տեղը լիներ Լյուքսեմբուրգի տեղ ես թքած կունենայի վարչապետով, որտեվ ասենք դե Եվրամիությունն է, մենք է Լյուքսեմբուրգ ենք, ընդ Բելգիան, ընդ Ֆրանսիան, ընդ Գերմանիան, ինչ ուզում եք արեք, ուզում եք իջեք ռուրից ջուր խմեք, հետո ինչ որ թունավոր է, երկու շուտ կմեռնեք, էլի մենց։ Բայց Հայաստանն այնց տեղում է, որ մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տանք ռուսամետ, Ռոբիկ, Մոբիկ, չգիտեմ ինչ որ ընդ Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյան, որը Սամվել Կարապետյանի զարմիկն է, որը Պուտինի հետ է, որը չգիտեմ, արա չենք կարա մեզ տենց բաներ թույլ տանք, առավել ևս չենք կարա թույլ տանք Նիկոլ, որը չգիտի ինքը ինչ է։ Չի լինի էլի ժողովուրդ, տենց այն որ ասում է բաղնիկ ես գնում կամ խաչը թանի կամ թուրուսիկը թակի, էլի տենց չի լինում։ Բարդ է խնդիրները։ Դու չես կարա աշխարհի առաջնությանը շախմատի ուղարկես բան երրորդ պատանեկան կարգ ունեցող բանի չնայած որ իրան շատ է սիրում ես հասկանում եմ ժողովրդի 15-ից 20%-ը ասենք Նիկոլին որ տեսնում է իրան էլ ոչինչ բան պետք չի ոչ կինա պետք ոչ տղամարդ է պետք ոչ արձերն է պետք ոչ ձախ իրան լրիվ բավարարված են դրանով բայց այտենց չի լուրջ մեծ խաղի մեջ ենք մեծ ծանր հետևանքներով, որոնք կունենան ծանր այդ խաղը ծանր հետևանք կունենա, եթե սենց շարունակվի, որտեվ տեմպը կորցնելը, տեսեք, ստեղ հիմա ոչ թե պատերազմա կգան, կմորթեն, չէ, տենց չի, տեմպը կորցնելը նույնքան ծանր հետևանք է ունենալու, որքան պատերազմի պարտությունը, բալանսավորված քաղաքականությունը պոռնակությունից պետք է տարբերել, հիմա բալանսավորված քաղաքականությունը նշանակում է, որ դու պոռնիկ ես Հիմա չկա տենց բան բալանսավորված Դու կամ ստեղ ես կամ ստեղ Դե Օվերչուկը պարզ ասեց Այո, Օվերչուկը ասում է դու մեր տորնիկն ես այ մեր կլինի ընտրություն կատարել Դրան նախորդեց Մարիա Զախարովայան բանը որ Հայաստանը մնում է հապկի լիիրավ անթավիր որոշ ուրեմն հետևանքներով եւ Փաշինյանի հայտարարությունը Փաշինյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու համար։ Թե Օվերչուկը, թե Զախարովան, թե Ալիևը, բոլորը բաց տեքստով, եթե դիվանագիտականից թարգմանենք, ասում են ինչա բառաչում ձեր անասունը մեզ չի հետաքրքրում։ Ուրեմն այս Զանգեզուրի միջանցքը Հայաստանը հապկի մեջ է ու ԵԱՏՄ-ի մեջ շարունակելու է։ Նիկոլը ինչ որ ասում է, իրանք բերնին գալիս են։ Եվ քանի որ սա կոտրված է, բլոջիկ չունի, խոսա։ Իրանք հասկանում են ամեն անգամ չափալախում են։ Բարիս բուն իմաստով չափալախում։ Այդ մարդը Բրյուսելից է գալի, այսինքն իրանք ասում են մեզ չի հետաքրքրում դու որից ես գալի, այ չուխան։ Դու իմ չուխանն ես։ Այդ մեզ չի հետաքրքրում դու ուր ես գնացել։ Դու մեկը գալու ես կոշիկներս լիզես։ Ինքն է խելոք գնում է կոշիկները լիզում։ Ինքը ասում է Տրամպին կզանգեմ, այս Զանգեզուրի միջանցք։ Այդ եմ ասում էլ ինչ ենք ընկել Եվրոմիություն, Տրամպ։ Ախր դա տենց չի։ Կա զանգված, որին խաբում են, որի ավտորիտար ռեժիմ է մտցնում ինքը, որին խաբում է, որ ուզում է ասի, որ չէ, ես նորմալ եմ, չէ, ինքը նորմալ չի։ Դուք համարում եք, որ նախ ինքը երկրի ղեկավար է, ինքը երկրի ղեկավար չի, ինքը վարչապետ է։ Վարչապետը ունի գործառույթներ։ Այդ գործառույթներից դուրս ինքը ոչ մեկ է։ Նույնքան կարևոր է, որքան ավտոբուսի կանգառում կանգնած մարդ։ Չորրորդ իշխան, չորրորդ հանրապետություն, արցախցիներին սենց կանենք, Ալիևին ես եմ առաջարկում, այդ իր գործառույթները չեն։
Հենց այդ է հարցը, որ դուք վերցնում եք այդ իր ասածը, բերում եք դաշտ ու ստեղծում եք տպավորություն, որ ինքը իրավասու է այդ հարցերը քննարկել։ Ոչ, ինքը ունի պարտականություններ եւ լիազորություններ այդ պարտականությունների շրջանակներում աշխատելու։ Հայաստանումով ունի լիազորություն այդ նման հարցերի նախագահան։ Նման հարցերի ունի նախագահան ու ազգային ժողովի նախագահան։ Այսինքն այդ տիպի, որ մենք եկեք քննարկենք օրենսդրական նախաձեռնությունը, չէ՞ ինչա։ Վարչապետը ով է, գործադիր իշխանության ղեկավարն, այսինքն իրան ասում են օրենքը տալիս են, ինքը վերցնում է այդ օրենքի համաձայն գործում է, կամ ինքը կառավարության որոշում ընդունում, գործում է, կամ ինքը նախարարը նշանակում նախագահան ստորագրում է, եթե նախագահան չստորագրում, ստորագրում է ազգային ժողովի նախագահան։ Այսինքն ինքը չունի այդ իրավասությունը, կամ չի ստորագրում, ինքը չունի այդ իրավասությունը զբաղվել այդ բանն է, ասում համակարգի ներսից դու համակարգի սահմանները դրսի չես զգում։ Կա գործադիր իշխանություն, կա օրենսդիր իշխանություն, կա դատական իշխանություն, կա չորրորդ իշխանություն եւ կան մենք։ Իրանք բոլորը մեր նոքյարներն են։ Այդ մտածելակերպը պետք է լինի։ Նիկոլը ինչ ասում, ոնց է Նիկոլը այդ ասում, որ բոլորը մոռանան, որ տնտեսությունը տեխնիկական ստագնացիայի մեջ է։